չի կարող խլել, որ սեպտեմբեր 27-ին հազարավորները գնան Եռաբլուր։ Բանակի օրվանից 1 օր առաջ այդ օրը ամրագրելը հատուկ էինք շեշտում, որ սա ուղղակի փորձում են բանակի վրա ստվերել, բանակի տոնը ստվերել, կենտրոնանալով այդ հիշատակման օրվա։ Եռաբլուր այդ պաշտոնական այցելում են սառը ոստիկաններով լեցուն, շրջափակված, իրանցից գոհ, այնտեղ էլ խառնել էին, չգիտեմ ինչի 2 անգամ մեր հայրենիք կատարելով, բանակի օրը արդեն տարիներ շարունակ է, որ այսպես արշուք է նշվում։ Գասպարովը շուր է գալիս իր ծառայեկիցների ենթականին ասում է դուրս են գալիս դալիճ, որ չեն մնում։ Այդ առաջին տիտեռնակներն էին բանակի դեմ։ Այդ մոտավորապես ես տնեցիներից ասեմ, գիտեք, իմ աշխատավարձը բարձրացել է, ես լիք եմ բերելու, այդ տարին վերջանա ու ոչի բան չանեմ, ասեմ, պապա, բա ինչ եղավ, ասեմ, դե անմեղսունակ է, անկարող է, չկարողացա ուտելիք գտնել, որ տուն բերեմ։ 2025-ի համեմատ 2026-ին մոտ 6000 քաղաքացի ավել է զորակոչվել 25 օրյա վարժական հավաքների։ Բարև ձեզ, եթերում ուղիղ խոսքն է։ Այսօր մեր հյուրն է Հայաստան խմբակցության պատգամավոր դաշնակցական Գեգամ Մանուկյանը։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Շնորհակալ ենք հրավերն ընդունելու համար։ Պարոն Մանուկյան, հունվարի 27-ը սահմանվել է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Սա կապ չունի ոչ 20 թվականի 44-օրյայի պատերազմում զոհվածների հետ, ոչ 22 թվականի մարտական գործողությունների հետևանքով զոհվածների հետ։ Նույնիսկ 23 թվականի հունվարի 19-ին հիշում ենք Ազատանի կացարանի այդ հրդեհը, չարաբաստիկ, որի հետևանքով 15 զինվոր զոհվեց։ Սրա հետ էլ կապ չունի։ Ինչու ընտրվեց հենց այս օրը, որպեսզի մոռացվեն մյուս օրերը, չասոցացվեն այս հիշատակի օրերի հետ։ Նախ քանի պաշտոնապես հիշատակի օր է հավերժ փառք բոլոր նահատակներին, ովքեր զոհվեցին հայրենիքի պաշտպանության, Արցախի ազատագրման, Արցախի պաշտպանության համար։ Եկամ դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք, որևէ օրվա հետ կապ չունի։ Եվ իրականում այդպես չեզոք պայմանական ասեմ օր ընտրելով փորձեց ստվերվել բոլոր այն հիշարժան, ողբերգական, նաև հերոսական օրերը, որոնք կան մեր ժողովրդի պատմության եւ վերջին 30 տարվա մեր պետականության պատմության մեջ։ Եվ մեր եռատոններ, Շուշիի ազատագրումներ, Արցախի ազատագրումներ, Քարոյա պատերազմներ, 44-օրյա պատերազմներ, ձեր հիշատակած 22 թվականի սեպտեմբեր 13-14-ի ադրբեջանական օկուպացիայի ժամանակ հայրենիքի պաշտպանության 225 նահատակվածների հիշատակի օրներ, ազատներ եւ վերջապես 23 թվականի սեպտեմբեր 19-20-ի Արցախի հայաթափման ժամանակ Արցախի պաշտպանության բանակի հարյուրավոր ծառայողների, կամավորականների, աշխարհազորայինների հերոսական պաշտպանության ու գիտակցված նահատակության այդ բոլոր օրերը կարծես մեջից ցավում են եւ իրականում նախաձեռնության հեղինակները երբ հիմնավորում են որ բոլոր պատերազմների, չգիտեմ, Տիգրան Մեծից սկսած Վարդանանց պատերազմով բազմաթիվ հակափաստարկներ էին բերում։ Նույն պայմանական ասեմ, Վարդանանց պատերազմը ունի հիշատակման օր, հայ առաքելական եկեղեցին հավերժակներ առաջ Վարդանանց նահատակների սրբադասելով ամեն փետրվար 2-րդ ուրբաթ օրը Սուրբ Վարդանանց օրն է, որը մեկը չի կարող դա հանել։ Ամեն տարի մայիս 28-ի Սարդարաբադ այցելելով Սարդարաբադի ճակատամարտի հերոսներին, Աբարան այցելելով Բաշապարանի հերոսներին, Լոռի այցելելով Ղարաքիլասայի հերոսներին ենք հիշատակելու։ Որը մեկ չի կարող խլել, որ սեպտեմբեր 27-ին հազարավորները գնան Եռաբլուր։ Որևէ մեկը չի կարող ի վերջո մեր հիշողությունից հանել, որ սեպտեմբեր 19-ին ցավոք սրտի Արցախից բռնի տեղահանված մեր հարյուրավոր հայրենակիցներ այցի գան իրենց զավակներին, ովքեր հուղարկավորվեցին, դեռ նրանց համար բարեբախտություն Եռաբլուրում շատերը հիմա գերեվարված Ստեփանակերտի կամ Արցախի եղբայրական գերեզմանատներում են։ Այսինքն մեր դաշնակցության դեպքում առավել քան է դա։ Եռաբլուրը մեզ համար երկրորդ տան նման է արդեն 30 տարի։ Այսինքն ով կարող է ինձ արգելել կամ ի նկատի ունենալով հունվարի 27-ը ընդհանրենք դեկտեմբեր 16-ին մեր ինձ Վարդան Բախշյանի շիրիմին ցայցել եմ Եռաբլուր կամ երեք մի խումբ պատգամավորներ մեր դաշնակցական ընկերներով այցելել ենք նույն Վարդանի կողք ուղարկավորված Կարոյի, Նանուշին, Նորիկին, ովքեր 92 թվականի հունվարի 26-ին
Իշարս մյուս քարինտակցիներին նահատակվեցին քարինտակի հերոսական ինքնապաշտպանության ժամանակ։ Բանակի օրվանից 1 օր առաջ այդ օրը ամրագրելը հատուկ էինք շեշտում, որ սա ուղղակի փորձում են բանակի վրա ստվերել, բանակի տոնը ստվերել կենտրոնանալով այդ հիշատակման օրվա։ Նախաձեռնության երկու հեղինակներից մեկը Գեգամ Նազարյանը, որ 24 թվականին էր այսպիսի գաղափարով հիշատակման օր առաջարկել, այդ ժամանակ առաջարկում էր սեպտեմբեր 27-ը։ Ավելի տրամաբանական էր։ Ոչ տրամաբանական էր, կառավարությունը դեմ էր եւ այդ ժամանակ երբ որ հնչեց հանձնաժողովի նիստին գաղափար, որ մեկ է բանակի օրը գնում ենք հիշատակման, Գեգամ Նազարյանը 2 ամսով ետ քաշեց իր նախագիծը, պնդելով, որ ողջերին ու նահատակներին չպետք է իրար հետ խառնել, բայց արդյունքում եղավ այնպես, որ ինքն էլ հեղինակեց Ռուբեն Ռուբինյանի հետ այս նախագիծը եւ այսօր եռաբլուր այդ պաշտոնական այցելում են սառը ոստիկաններով լեցուն, շրջափակված, իրանցից գո, այնտեղ էլ խառնել էին, չգիտեմ ինչի 2 անգամ մեր հայրենիք կատարելով, իսկ վաղը չգիտեմ, արդեն ստվերած դե մեկ այրը եռաբլուր գնացել ենք բանակի օրն, հիմա թող պաշտպանության նախարարությունն իրար շնորհավորեն ժամանակապահովին։ Իդե բանակի օրը արդեն տարիներ շարունակ է, որ այսպես աշուկ է նշվում։ Տարիներ շարունակ է, որ աշուկ է։ 44 օրյայի 5-ամյակին էլ չայցելեց իշխանությունը եռաբլուրը։ Շատ օրեր չայցելել։ Ավելին ասեմ, ուրացումը շատ ավելի խայտարակ բնույթ է կրում։ Սեպտեմբեր 13-14-ին 2022 թվականի թշնամին ամբողջ առանձնագծով Գեղարքունիք, Կապան, Ներքինհանդ, Ջերմուկ առաջխաղացում ունեցավ, օկուպացրեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները։ Հայրենիքի պաշտպանության ժամանակ նահատակվեցին 225 զինծառայող։ Այդում կանայք, այդում 18-19 տարեկան զինծառայողներ։ Եվ 24 թվականի սեպտեմբեր 13-ը շաբաթ օր է։ Երեկոյան հանրային հեռուստատեսությունում պաշտպանության նախարարության պաշտոնական զինուժ ծրագիրն, որ պավանդաբար վերջին տարիներին չեմ նայում, որովհետև զինուժը դարձել է Թողներեն ինձ բոլոր զինծառայողները, որ այդ եթերներում երևացել են, սովետական անուկը Ձևուշկի հաղորդման բան, այսպես թիթեռ նկարելով, մեկ պարգևավճարից են խոսում, մեկ ատեստացիայից են խոսում, մեկ կանան զինված ուժերում ծառայելուց, այլևս որևէ զորավարժությունից, որևէ հերոսական էջից գրեթե չեն խոսում, հատուկ նայում եմ, Միքել խենթացել է, այդ օրը 2 տարի առաջ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհվել է մեր զինված ուժերի 225 հոգի, մի բառ չասեցին, մի քանի օր հետո սեպտեմբեր 27, մեկ նախադասում, այսօր 44 օրյա պատերազմի մեկնարկի օրն է, հավեր փաշտ ընկածներում վեր, էլ ինչ որ ատեստացիա, այս սպան, այսքան 1000 դրամ ավելի շատ է ստանում, այս աղջիկները գնացել է զինված ուժերում ծառայելու։ Հանրային հեռուստատեսության լուրերն էլ իմիջիալոց ինչ-որ լուրերի մեջ մի բառ ասեց ու վեր։ Բայց այ ուրացման ու մոռացման գաղափարն է։ Երբ որ նախագիծը բերում են, շատ երկար բանակցում ենք, ասում ենք եկեք տրամաբանական օր որոշենք։ Նաև պետք է նկատի ունենանք բարձ կենցաղային հա։ Երբ որ դու պաշտոնականացնում ես օրը, եւ եթե օրենքով պաշտոնական է, նշանակում է բոլորի համար գրեթե պարտադիր է, բայց հունվարի 27 ձմեռային պայմաններ, այսինքն նույնիսկ մարդկային այդ հարմարության առումով, իհարկե նահատակների հերոսականությունը այդ կենցաղային դժվարությանը երբեք չես համեմատի, բայց նաև իրոք երկրում հիշատակման, խնկարկման օր սարքելը։ Արցախցիները տասնամյակներ շարունակ հակառակ ադրբեջանական խորհրդային ճնշումին ունեցել են մի օր, մայիսի 2, այդ օրը Գերեզմանի օրն է։ Ով լսում է արցախցիներ, կհիշի, հատկապես ավագ սերունդ, քանի որ ադրբեջանական այդ տոտալիտար բռնության ազդեցության տակ էր եւ մեռելով, զատիկ, շատ դժվար էր նշել, մայիսի 1-ի տոնական հաջորդ օրը Մայովկայի անվան տակ հազարավորները գնացել են իրենց նախնիների, իրենց հարազատների շիրիմներին։ Օրենքով չի եղել, օրենքով լիքը սահմանափակում եղել, բայց դա չի խանգարել, որ ձևը գտնեն եւ հարազատներին այցելելու նման
մի օր դարձ։ Շատ հետաքրքիր է, որ շատ արագ մտավ հա ուժի մեջ այս օրինագիծը, միանգամից ուղարկվեց նախագահային ստորագրելու եւ ոչ աշխատանքային համարվեց։ 27-28 արդեն մարդկանց հիշողության եւ գիտակցության մեջ մտնում է որպես երկու հաջորդող ոչ աշխատանքային օրեր։ Սա կարող ենք տեղավորել նախընտրական քարոզչական տրամաբանության մեջ։ Չեմ բացառում, կա է տրամաբանությունը նաեւ, ի վերջո հիմա Դաշնակցության գրասենյակից էի գալիս ձեզ մոտ հարցազրույցի, նայում ես քաղաքը դատարկ է։ Երկու օր մարդիկ հնարավորություն են ունենալու ոչ աշխատանքային, լրիվ ուրիշ կենցաղային նաև կարիքներ հոգալու համար են այդ երկու օրը օգտագործելու եւ իրականում ոչ մեկը դառնա ամբողջական հիշատակման, ոգեկոչման օր, ոչ էլ մյուսը անհակի ծննդյան օր հայտարարել։ Սա նորություն չի բանակի դեմ էս արշավը։ Եվ դա կապ չունի 44 օրյա պատերազմի։ Դա կապ չունի անգամ այդ պարտության հետ։ Դրանից առաջ 19 թվականին, երբ որ այս իշխանությունը հեղափոխական էյֆորիան էր, սկսեցին նշել իրական հերոս են կոչում, ինչ են կոչում, սեպտեմբեր 21-ը, այդ տարի Գյումրի էր 19 թվական, Սև Բերդում եւ այդ ժամանակին բարձրաձայն է։ Բարձրագույն զինվորական հրամանատարությունը, երբ որ ներս է մտնում այդ դահլիճ, ավանդաբար այդ պաշտոնական սեպտեմբեր 21, մայիսի 28 միջոցառումներին ինքը արարողակարգ կա եւ զինվորականությունը ուներ իր համար հատկացված հարգելի տեղը, առաջին շարքերում հարգելի, որտեղ դա բանակն է։ Երբ որ բանակի բարձրագույն հրամանատարական կազմը ներս է մտնում, տեղ չի լինում դահլիճում նստելու։ Ժողովրդավարական էյֆորիայի մեջ ՀԿ-ներ եւ այդ ժամանակ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էր այդ ժամանակ Օնիկ Գասպարյանը շուռ է գալիս իր ծառայեկիցների ենթականին ասում է դուրս են գալիս դահլիճ եւ չեն մնում։ Այդ առաջին տիտեռնակներն էին բանակի դեմ։ Այդ ժամանակ էր որ արդեն Նիկոլ Փաշինյանը արշավանք էր սկսել պաշտպանության բանակի դեմ, Խայտարակ ձևի պաշտոնազրկել էր Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի, որ այսօր Բաքվի բանտում է, ու այդպես հատիկ արշավանքը բանակի դեմ հասցրեց այն ամբողջին, ինչը որ հիմա է։ Եվ հիմա իրականում հանրային ընկալման մեջ զինված ուժեր, որ ասում ենք, ավելի շուտ թիթեռ նկարել։ Այդ տրամաբանության մեջ, երբ աշխարհում տեսնում ենք ինչ է կատարում, նոր աշխարհակարգ է ձևավորվում եւ բոլոր երկրներում, պետություններում եւ այսպես նախկին կամ ներկա կայսրություններում մենք տեսնում ենք ուժի գերակայությունը։ Այսինքն տրամաբանությունը, ժողովրդավարությունը վերափոխվում է ուժի։ Տեսնում ենք Ամերիկայի վարքագիծը, Ադրբեջանի, Իսրայելի եւ այլն, եւ Ադրբեջանը քառակի երակի ավելացնում է իր զինվորական զենքը, մարտավարությունը եւ այլն։ Ինչ ենք անում մենք։ Մեզ համար կարեւոր է համազգեստի ձևը, գույնը։ Չէ, ամեն ինչը զինված ուժերում ամեն ինչ կարևոր է։ Այդ թվում համազգեստը, բայց նույն համազգեստի օրինակով։ Բայց առաջնային չէ։ Առաջնային չէ, բայց հոգեբանական առումով միգուցե պատերազմից հետո շատ տրամաբանական է համազգեստը ամբողջությամբ վերափոխել։ 5 տարի է անցել։ Այսինքն մազերս իհարկե իմը չեն սպիտակում նոր սկսել է, բայց իմ մազերը սպիտակել են այս 4 տարի համազգեստի մասին խոսելով։ Որտեղ իրականում այդ համազգեստը մի օրինակն է, թե այս իշխանությունը եւ պաշտպանական ոլորտում այս իշխանությունը ոնց է հարցերին մոտենում, ինչ հետեւողականությամբ է այդ ամեն ինչը անում եւ ոնց է խնդիրը ուղղակի ձևի խայտարակ տապալու։ 20 թվականի պատերազմից հետո եղան քննարկումներ համազգեստ փոխելու, այո, պետք է, եւ 24 թվականին են բարձրաձայնել ազգային ժողովում, ասում 24 թվականի հունվարին Էլի պաշտպանության նախարարության պաշտոնական հրատարակություն հայ զինվոր թերթում թիկունքի պետը ամբողջ մեր զինված ուժերի հայտարարում է, որ 24 թվականին մեր զինվորները, չէ 23 թվականին, հայտարարում է 24 թվականին մեր զինվորները կունենան նոր համազգեստ։ Գալիս է 24 թվականը անցավ, չկա։ Ասում ուրա, հա հիմա մրցույթ ենք հայտարարել, 24 թվականն անցնում ասում ուր է, դա մրցույթը տապալվել է։ Լավ ասում, շորտ, ազգային ժողովում ասում, այդ մոտարապես ես տնեցիներիս ասեմ, գիտեք, իմ աշխատավարձը բարձրացել է, ես լիք ուտելիք եմ բերելու, այդ տարին պերջանա, ու ոչի բան չանեմ, ասեմ, պապա, բա ինչ եղավ, ասեմ, դե անմեղսունակ է, անկարող է, չկարողացավ ուտելիք գտնել, որ տուն բերե։ Քանի կոպեկի արժեք ունի այդ հոխորտալը, վայ մեր բանակի բյուջեն ավելացել է, եթե տարական հարց չես կարողանում։ 25 թվական, մի անգամ նիստին Անդրանիկ Քոչարյան, պարոն Մանուկյան,
տեսեք համազգեստի հարցը լուծել եմ որանցը ստում չեմ տանելու, այդ մեր բանակի համար է։ Հայտարարեցի, խոսեցի տարին ավարտելու վրա մեկ էլ համազգեստ են ցուցադրում Նիկոլ Փաշինյանին, մեկ էլ պարզում է, գիտեք, այն Ամերիկայի որ պայմանավորվել են, դա փորձնական նմուշ է, մի 3000-ը բերել են, դեռ փորձարկել, հետո տեսնենք ամեն տարի ինչ որ նոր համազգեստ, այսինքն երբ է դինելու։ Ես կարծում եմ, որ սրանց օրոք մեր զինված ուժերը համազգեստ չեն փոխի, որտեղ հույս ունեմ ու կարծում եմ, որ 26 թվականից հետո սրանք չեն լինի։ Իրականում զինված ուժերի բարեփոխման ամբողջ այս ընթացքը, որը տեխնիկական է, նյութական է, սպառազինություն է, հոգեբանական է, կառուցվածքային է, հազար ու մի տեսակ հարցեր են, այս իշխանության եւ ցավոք սրտի այսօրվա պաշտպանական ոլորտի ղեկավարության ամբողջ մտահոգությունը ոչ թե խորքային փոփոխություններն իրականացնել է, այլ տան է նստած մարդը հեռուստացույցը նայելուց, ինչ կմտածի իր մասին, որովհետև այն պոռոտախոսությունը, որ կա, որ մենք ամբրոցներ ենք կառուցում, այո, երեկան աշխատանքներ արվում են, այո, երբեմն առիթներ ունենում ենք, գնացել ենք, մինչև վերջ խորքով տեսել ենք, որի մասին հրապարակային խոսք չեն կարող ասել, գաղտնիության խնդիր կա, դրա հետ կապված գրավոր պաշտպանության նախարարին ուղղված առաջարկներ, մտահոգություններ, կարծիքներ եք ներկայացրել, որտեղ ի վերջո այդ բոլորինը սա պաշտպանությունը, անվտանգությունը չկա իշխանություն, ընդդիմություն, ես, դու, նիկոլական, հականիկոլական, բայց եթե այդ արվող աշխատանքը ամեն անգամ ներքաղաքական կռվի համար չեն օգտագործում եւ հիմա օգտագործում են այդ վերջի ամիսների պաշտպանության նախարարի ամբողջ խոսույցը եւ իշխանականների այ ընդդիմադիր պատգամավորը հենց գնացեք տեսեք ինչ զենքեր են Հայաստանը առը ասենք միշտ էլ առնվել է միշտ գնվել է այս կամ այն ծավալի եղել է տարիներ որ այդ զենքի համար մի կոպեկ փող չի ծախսվել եւ սրանց այդ անարդար հաշվապահությունը, բա տեսեք բյուջեով է ժամանակ այսքան էր բանակին հատկացում, հիմա այսքան եմ հատկացնում, բայց այստեղ բազմաթիվ խնդիրներ կա, այդ սպառազինությունը եկեք առաջնագիծ գնանք, եկեք զորամասեր գնանք, տեսնենք ինչպես է սպառազինությունը այլևս յուրացվել բանակի, չէ, նա ցուցահանդես են սարքել, որտեղ հերթով խումբ, էքսկուրսիա Հայաստանի տուրիստական ժամանցի վայրերից մեկն է դառել։ Ընդդիմադիր պատգամավորները 3, լրագրողները 3, 50 հոգի խումբ կազմեք, 3 գնացեք, որում այստեղ էլ կա զավեշտը, ասում են թուղթ պետք է ստորագրեք գաղտնիության, օրերս լրագրողների խումբ էին տարել, ես խմբագրությունից մեկին հարցազրույցի եմ գնացել, լրագրողը եկել է, ասում եմ ոնց է, մեկ-երկու բառ ասեք, մեկը խմբագիրն ասում ախր դու թուղթ ես ստորագրել, որ գաղտնի տեղեկություններ են։ Լսեք, ասում ես որպես պաշտպանության հանձնաժողովի անդամ, ազգային ժողովի պատգամավոր ընտրվել եմ, դիմում եմ ներկայացրել, որ ինձ խնդրում եմ տրամադրել ընթացակարգերով գաղտնիության թույլտվություն, որովհետև տարվա մեջ առնվազն բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, կառավարության կատարողականի ժամանակ մեր պաշտպանության հանձնաժողովը ժամով փակ սենյակներում հատուկ սարքավորումներով, հեռախոսները հանված եւ այլն ամենագաղտնի տեղեկությունները, ինչ սպառազինություն գվեց, ինչ խնդրեմ ունեն, ինչն է խնդիր դառնում, որ այս սպառազինության մի մասը չի հասնում Հայաստան, բոլոր գաղտնի տեղեկությունների շուրջ քննարկումներ են ունեն։ Հիմա ասեմ խմբագրին ասեմ տես զավեշտը 4 ամիս իմ ԱԱԾ-ին ուղղված դիմումը ԱԱԾ-ն քննարկել է 7 պորտով ուսումնասիրել է, որից հետո նորից տվել է գաղտնիության թույլտվություն։ Քո լրագրողը մի օրվա մեջ գնացել են, դա մի հատ թուղթ է ստորագրել, պարտավորում չհրապարակել։ Ասեմ հիմա դա գաղտնիության թույլտվություն է, բայց պետք է որ այսպես ասեմ մարդկանց սիրուն պատկեր ստեղծեն, փաթեթավորած եւ խորքով բան չանեն։ Այս իշխանության մյուս համեմատականը, այդ տեսեք երբեք այս ծավալի ինժեներական աշխատանք չի կատարվել։ Դա գիտեք մոտավորապես ինչն է։ Ես ունեմ, այսինքն սա մեր բնակարանն է պայմանական։ Որտեղ ապրում են, կենսագործունեություն է, երեխա են ծնվում, թոռ է ծնվում, մի օր իմ հիմարության պատճառով այս ամբողջ մի ու ծախսում են տան ապահովման համար 10 դրամ։ Մի օրի հիմարության պատճառով այս ամբողջ պատը, պաճկամը փլվել է, ինչպես եղավ 44 օրա պատերազմին, երբ առաջնագիծը փլվեց։ Դրանից հետո ես ստիպված պետք է պատը վերաշարեմ։ Պատը շարում եմ, պաճկամը շարում եմ, հետո նույնատ եմ գալիս տնեցիների վրա։ Բայց գիտեք, տան սպասարկման համար ես $1000 փող եմ ծախսել։
Բայց իմ խելքով է որ փլուզվել է այդ պատը, չէ որ ես պատ ունեցել եմ ամբողջ առաջնագծով, ես պատ ունեցել եմ, մեկներ որ պորոտախոսում են, այն ժամանակ եթե այդպիսի ինժեներական աշխատանքներ Արցախում արված լիներ, այսօր չեն լինի։ Մինչև հիմա 5 տարի անց է 44-օրյա պատերազմից, պարբերաբար ադրբեջանցիները սարքում են ֆիլմեր, տեսանյութեր, ռեպորտաժներ Արցախի առաջնագծի մասին, ինժեներական կառույցների մասին, անգամ Սերան Նոյանյանին եմ ուղարկել, հետո հասկացա, որ միգուցե շատ եմ ցավացնելու, որտեղ 25 րոպեանոց ֆիլմ է։ Մարտունի ակնա այդ մատաղից մինչև այդ ամբողջ պաշտպանական գծի մասին, այդ թունելների մասին, ինժեներական սարքավորումների մասին, խրամներ, ամեն ինչի մասին։ Ու ասում է ֆիլմում գեներալներից մեկն ադրբեջանցի ուղեկցում բացատրում, ասում է, որ սա կոչվում է Օհանյան պաշտպանական գիծը։ Հաշվարկում են իրանք, թե եթե այս ամբողջ առաջնագծով գրող լիներ, ինչ ծավալի կորուստներ կունենային, իսկ ֆիլմը վերջանում է մի նախադասությամբ։ Եվ այս ամենը ձեռք բերվեց առանց մի կրակոցի։ Վարդենիսում կամ Ջերմուկում 30 տարի կարիք չի եղել ինժեներական կառույց ստեղծել, որովհետև Վարդենիսն ու Ջերմուկը Հայաստանի կենտրոնն էին։ Ներքին հանդում, երբ որ թշնամին եկել գյուղի կեսը նստել է, գերեզմանը գրավել է, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը հոխորտալով գնում է ներքին հանդ, թշնամին քթի տակ է, առանց հեռադիտակ ես տեսնում։ Ես տեսել եմ ներքին հանդը, երբ որ ներքին հանդը Հայաստանի կենտրոն է, տեսել եմ 22 թվականի հունիսին, երբ որ թշնամին եկել ներքին հանդի վերևը մի բարձունք էր գրավել, իշխանությունը չկպեղանում է, դե գիտեք ձնհարից հետո իրանցներ իրանք եկել նստել են, ցավոք սրտի ներքին հանդը, որտեղ եկել գյուղի պռնգին է նստել, մեր դիրքապահները 3 ուղղությամբ պաշտպանական գիծ են բռնում, որտեղ 3 ուղղությամբ թշնամին է, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը հայտում է ներքին հանդ, ու ասում են 30 տարի Հայաստանի ոչ մի ղեկավար ներքին հանդ սահմանամերձ գյուղ չի եկել, որտեղ ներքին հանդը սահմանամերձ չի եղել, որտեղ ներքին հանդը եղել է հայ ժողովրդի հարստություն, սոսիների պուրակը, որ այսօր մեծ մասը թշնամու ձեռքն ու ավերում է։ Երեք առաջ օրը բնապահպանության նախարարը հայտարարում է դա Ադրբեջանի հետ այդ COP17-ի գագաթնաժողովի շրջանակներում, սահմանագծման, սահմանազանման շրջանակներում կքննարկենք սոսիների պուրակի ճակատագիրը, որը ախխն ադրբեջանցիները կտրում են։ Սա է որ ցավը, եւ ամբողջը բանակում կենտրոնացնել ատեստացիա ասացի վրա, որը նախ սոցիալական անարդարություն է ստեղծում բանակում։ Շտաբում ծառայող սպան, որ շատ ավելի ժամանակ ունի ֆիզիկական պատրաստվածության, գիտելիքների կատարելագործման, քննության պատրաստվելու եւ այն մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողը, դիցուկ Վարդենիսի կամ Տավուշի պայմանագրային զինծառայողը, որը 15 օր մարտական հերթապահությանը 24 ժամ բնականաբար չունի այդ հնարավորությունը, այն մնացած 15 օրը իր գյուղում գյուղատնտեսական աշխատանքով զբաղվում, չարքաշ աշխատանքով, որը կոպեկները, որ ստանում է լրացնի գյուղատնտեսական աշխատանքով, ասում դու ատեստացիա անցնի, մարդը ի վիճակի չի այդ ամբողջ ծավալը պատրաստվելու, վերջում շտաբում նստած սպան ստանում է այդ ատեստացիայի ավել գումար ու ամեն քայլափոխի, շնորհակալ եմ գոհենք, մեր աշխատավարձը բարձրացել է, դարձրել են բանակի թիվ 1 մտածելերում աշխատավարձ, բայց այն հազարավոր պայմանագրային զինծառայողները, որոնք այսօր հայրենիքը պահում են այս սառնամանիքին, միտքս եկամ Ջերմուկի դիրքերում եղած են տղեկը, որ ամանորին այցելել էինք, հիմնականում Արարատի դաշտավայրից են, իրենք մեծ մաս էլի չկարողանում այդ ատեստացիան անցնել։ Ձեր նշած խնդիրների կողքին նաև նորարարություններից էր ծառայությունը 1.5 տարի դարձնելը, շատ խոսվեց սրա մասին, արդարացվեց եւ այլն, երբ մենք կզգանք սրա հետևանքները։ Մենք հիմա էլ ենք զգում հետևանքները։ Որ ավելի ակնառու լինի։ Մենք 1.5 տարի ծառայությունը դարձնելուց հետո ամեն տարի կառավարությունը հայտարարում է 25-օրյա վարժական հավաքներին այս տարվա համար քանի հոգի պլանավորված զորակոչել։ 1.5 տարվա ծառայություն մտցնելուց անմիջապես հետո հայտարարվեց, որ 2025-ի համեմատ 2026-ին մոտ 6000 քաղաքացի ավել է զորակոչվելու 25-օրյա վարժական հավաքներին։ Այդ 6000-ը այն 1.5 տարի ծառայողը հորեղբոր տղան է, հորաքրոջ տղան է, հորեղբայրն է, քեռայրն է։ Այսինքն այդ փոխհատուցումը այդպես է
բարի ծառայություն, անփորձանք ծառայություն, հպարտ ծառայություն, հունվարի առաջին օրերից զորակոչած մեր բոլոր տղեկին, իրանց ցավը տանեմ, բայց երբ որ արդեն երթման արարողությունը լինի, երբ որ առաջնագիծ մեկնողները մեկ էլ արձանագրեն, որ դժվարություն կա պոսպայելու, մարդկային ծավալի հարց կա, այդ խնդիրները կսկսեն առաջ գալ։ Վիճարկման հարցը չէ 1.5 տարի, 2 տարի, թե 1 տարի։ Բանակը բան չի, այսպես ասեմ, պոպուլիզմի տեղ չի, մենակ քվես ստանալու տեղ չի։ Տեսեք, խորհրդային միության ժամանակ 4 տարի է եղել ծառայությունը։ Բայց ինչ է եղել։ Ինչը ժամանակի ընթացքում 4 տարին ուսումնական ծրագիր եւ իրական ծառայություն։ 2 տարվա ուսումնական ծրագիրը տեղափոխել են հանրակրթական դպրոց։ Այդ начальная военная подготовка զինվորական դասերն են։ Եվ 2 տարի մենք դպրոցում սովորում էինք, այն ամենը, որը առաջ բանակում են սովորում, եւ քաղաքացիական կյանքում հանրակրթական դպրոցում սովորելուց հետո նոր զորակոչվում էր բանակ։ 2 տարին ուներ իր տրամաբանությունը ամառային եւ ձմեռային զորակոչերի դեպքում։ Կես տարին ձմեռային պայմաններում ուսումնական ծրագիր, կես տարին արդեն գործնական, կես տարին ամառային ծրագիր, կես տարին գործնական։ Հիմա քանի որ այսօր մեր զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը ավելի շատ ճգնում է շեֆին դուր գալու, քան թե բուն ռազմական գործին, երբ ասում են, հա, մի ամսում համար ուսումնական ծրագիր կգրենք, 6 ամսում համար կգրենք, որ ասես 10 օրվա համար ուսումնական ծրագիրը կասում են 10 օրվա համար ուսումնական ծրագիր կգրենք, բայց հիմա նաև կա չափորոշիչների խնդիր հանրակրթության, որտեղ նախնական զինվորական պատրաստության դասընթացները կա, որտեղ ամբողջովին կոնցեպտը փոխվում է, դա զինծառայության պատրաստվելու այլևս դաս չի լինելու, ավելի շատ քաղաքացիական անվտանգություն, ավելի շատ արտակարգ իրավիճակներ եւ այլն, եւ դու շատ ավելի քիչ պատրաստված նորակոչիկ ես ուղարկելու զինված ուժեր։ Եվ բարոյահոգեբանական խնդիրը Բարոյահոգեբանական խնդիրը դու ինչ հոգեբանությամբ ես նորակոչիկին ուղարկում Հայաստանի Հանրապետության զինված ուժեր, անհավատալի մեծ օրգանիզմ է եւ ամբողջը շեշտը դնել, բայց տեսեք կանանց գումարտակ, գիտեք, ես քանակերում եմ ապրել, որտեղ բոլոր երևանցիները գիտեն հսկայական զորամասերի տարածքները։ Ամբողջ իմ կյանքը, լավ դեռ ասեմ այն դպրոցական տարիները չասեմ խորհրդային միությունը սովետական բանակ է ամբողջ իմ գիտակից կյանքը իմ աչքը վարժ է եղել զինվորական հանդերձանք հագած կնոջ կանանց մեծ թվով կանանց տեսնել որտեղ միշտ էլ մեզ զինված ուժերում կանայք եղել է դեռ ավելին հերոսական ծառայություն անցած կանայք են եղել որոնց մասին բնական անվտանգությունը ջերմելով երբեք չի խոսվել Եվ երկի մեդայում եմ աշխատել այդ տարիներին միջև սրանց կալը և մեր ռազմական լրագրող ժամանակ Անին էր Ռափյան հիմնականում կամ Նանեն Հայրապետյան բազմաթիվ այդպես դիմանկարներ են արել կին զինծառայողներ, որոնց դեմքն է փակ եղել։ Հիմա բայց բոլոր ոլորտներում է, չէ՞, այդ կնոջ կերպարը ինչ որ ցույց տալու եւ այլն նախարարների տեսնում ենք, բնականաբար բոլոր ոլորտներում կանանց ներգրավվածությունը պետք է խրախուսվի, շատ կարևոր է, բայց երբ որ դարձնում ես դա իդեա ֆիքս դու ոչ թե խնդիրն ես լուծում, այլ ուղղակի փլուզում ես խնդիրը լոկ մեկ խնդիր լուծելու, որ ճոռոմաբանես, բայց տեսեք կանանց գումարտը։ Խաղաղության ներդրված սխալ կամ կեղծ օրակարգի կողքին մենք իրապես հասկանում ենք, որ պետության գոյության հիմնական մեխը, այսպես ասած, բանակն է։ Եթե չունես բանակ, դու որպես պետություն չես կարողանա գոյատևել, այն էլ մեր դեպքում, երբ մենք օրորի կամ ամեն վայրկյան այդ սպառնալիքի դեմ ենք եւ տեսնում ենք տարածաշրջանում ինչ է կատարվում, Իրանում 5 րոպե պակաս է պատերազմից, հեղափոխությունից եւ այլն։ Հիմա մեր բանակը ինչի կարիք ունի, ինչ պետք է արվի բանակի համար, որը ոչ միայն իշխանության կողմից, նաեւ ընդդիմության կողմից, հասարակության կողմից, որպեսզի կարողանանք ասել բանակ ունենք։ Առաջին հերթին պետք է վերականգնվի բանակի նկատմամբ վստահությունը, առաջին հերթին բարոյա հոգեբանական այն վերաբերմունքը, որ հասարակության կողմից կա զինծառայության եւ բանակի նկատմամբ եւ երկրորդ բանակի ներքին հոգեբանական հեղափոխությունը։ Ինքը ես վստահ եմ եւ շատ մասնագետներ են ասում, շատ զինվորականներ են, ինքը շատ կարճ ժամանակում հնարավոր է այդ բեկումը մտցնել,
Բայց այստեղ ամենակարևոր բանը ոլորտի պատասխանատուների ուշք ու միտքը չպետք է լինի ինչ ասեց X ընտրողը եւ հիմնական զսպիչը պետք է լինի, որ ներքաղաքական պրոցեսներում շեֆի դուր գալու համար որևէ քայլ չարվի։ Այս վերջին ամիսներին այս Փաշինյանական հակաեկեղեցական արշավը, որը կա, ես առիթ եմ ունեցել պաշտպանության նախարարին իր աչքերի մեջ նայելով եմ ասել, տեսեք, մեր զինված ուժերին տարիներ շարունակ գնդերեցիների ինստիտուտ կա, հոգևորականներ, որ ոչ միայն հոգևոր կրթություն էին տալիս զինվորին, այլ դառել են զինվորի ինգերը, զինվորի զինակիցը, 44 օրյա պատերազմը դրա լավագույն վկայությունն էր, որ գնդերեցը մի ձեռքի խաչ, մյուսին ավտոմատ դարձել է ծառայակիցը, զոհվեց, անետ կորավ գնդերեցը, գնդերեցներ, որոնք իրենց ուխտին հավատարիմ հայ առաքելական եկեղեցու սպասավոր են, ճանաչում են ամենայն հայոց վեհապարի գահակալությունը, ու մեկ է տեսնում են, որոնք նաև զինված ուժերում գրանցված է, որը տարիներ առաջ է եղել Սերան Օհանյանի կարծեմ նախարարության ժամանակ։ Այսօր եւ պաշտպանության նախարարը, որ նաև իրենց ղեկավարն է, առավոտը գիշեր շրջիկ այդ կրկեսին ամաստակցում այդ պատարակ կոչվածին, բնականաբար հոգեբանական հարված է, իրան ասել, լսի ասում հազարավոր զինծառայողներ այսօր էլ մնում են հայ առաքելական եկեղեցու հետևորդը, որոնք ճանաչում են ամենայն հայոց վեհապար Գարեգին երկրորդի գահակալությունը, դու ուր ես այդ պառակտում է, ճղճին պառակտումը բերում մցնում բանակ դեռ ավելին գնդերեսների ճնշում, ուր ես այդ բարձրագույն սպայական կազմին դարձնում չուն, որ գնդերեսների հարցով զբաղվել, այս մեկը կմիանա վեհապարին, թե չի միանա վեհապարին։ Վերջերս լրատվամիջոցներից մեկը մի տեսաֆիլմ էր պատրաստել 44 օրյա պատերազմի երկրորդ բանակային կորպուսի մասին, պայմանական ասեմ, Քերբաջարի մասին, Քերբաջար Վարդենիս, երբ որ առաջին օրը թշնամին կարողացել էր Կարանտին դիրքեր գրավել եւ երկրորդ բանակային կորպուսը կարճ ժամանակում կազմակերպած գործողություններով ամբողջին վերատիրացել է։ Խոսող սպաներից շատերին ճանաչում է։ Կան պայմանագրային զինծառայողներ, որ այսօր էլ բանակում ծառայում։ Այդ ֆիլմը, որ նայում է, այն կրակը, որ տեսնում է իրենց աչքերի մեջ, այն ձգվածությունը, որը կար, իրեն նաև պատճառներից մի քանիսը, ու սիրտդ կանգնում էր, ասված իմ, եթե այս ձևի հոգեբանություն ա եղել, ու փորձում են քեզ միշտ ներկայացնել, որ վառը խեցած են եղել, ճլորած են եղել, փախել են, այդ կոնտրաստի մեջ սիրտդ կանգնում է։ Այդ երկրորդ բանակային կորպուսի այդ սպաների, զինծառայողների այսօր էլ շատերը շարունակում են իրենց ծառայությունը մատուցելով էլ տեսնում եմ, ողջունում եմ, շատերին ճանաչում եմ, այդ ոգին է պետք վերականգնել մեր զինված ուժերում։ Ոչ թե պատերազմի համար, ոչ թե ագրեսիաների համար, այլ քո երկրի անվտանգության ու աշխարհում արևի տակ քո տեղը ունենալու համար, ոչ թե վիզը ծառելու համար, ոչ թե ստիպելու, որ քո պաշտպանության նախարարը ստիպված լինի հայտարարել, որ այո Հայաստանի տարածքից օկուպացված տարածքներ կան, բայց մենք հույս ունենք սահմանագծումով դրանց ես ստանալ, բայց երբեք դա չի լինելու ռազմական գործողություններով։ Հասել ենք այդտեղ, որ Վազգեն Սարգսյանի ժամանակվա երկրապահը, հետո գեներալ, այսօրվա իշխանության պատգամավորը Մերկուրյան Գագունը պատը 30 տարի մենք ենք իրանցից գրավել, թող իրանք էլ 30 տարի իրանք գրավել։ Այդտեղ ենք հասել։ Բայց նորից հավերժ բոլոր նահատակների ու համբերությունը զորություն իրենց ընտանիքների։ Այսօր մեր Պրոշյանից երիտասարդներից Արշակ Մելիքյանի ծննդյան օրն է։ Արշակը մեր շատ լավ երիտասարդներից էր հերոսական Պրոշյան գյուղի եւ 44 օրյա պատերազմին Դաշնակցության կամավորական շարժում գումարտակի կազմում առաջին սպայից պատրաստ էր Արցախ մեկնելու։ Հոկտեմբերի 6-ին Արտակերտում Լուլասազի ազատագրման պաշտպանության մարտերում
մեր կամավորականներից 2/11-ից ավել զոհ ունեցանք։ Նրանց մեջ էր նաև Արշակը։ Արշակի զավակը ծնվեց, երբ այլևս Արշակը չկար։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Եթերում ուղի խոսքներ հետագա հաղորդումներին հետևելու համար կարող եք բաժանորդագրվել Լամեդիայի YouTube-յան ալիքին։ Հաջողություն։